Ինչպես Սուրենավանի բիտումի գործարանը 16 տարի առաջ դարձավ այն ժամանակ խոշոր գործարար Միխայել Բաղդասարովի սեփականությունն ու ինչպես գործարանից փայաբաժիններ ստացան Սերժ Սարգսյանի եղբորորդին ու Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին։ Նոր մեղադրանք Սերժ Սարգսյանին ու Սեդրակ Քոչարյանին։ Դատախազը մեղադրանքի մանրամասներն է ներկայացնում։ Սերժ Սարգսյանը 2006 թվականին հանդիսանալով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների արդյունքում հանրապետության կարիքների համար հիմնադրվող բիտումի գործարանի բանակցություններում ներառել է իր հետ փոխկապակցված եւ իր կողմից հովանավորված Միխայել Բաղդասարովին եւ Սեդրակ Քոչարյանին։ Ըստ մեղադրանքի 2006 թվականին ստեղծվել է Աբիտ ընկերությունը, որը Սուրենավան համայնքում ձեռք է բերել գործարանը։ Ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերք բիտում արտադրող հայ-ռուսական գործարանը բացվել էր 2009 թվականին, որին ներկա էր եղել Սերժ Սարգսյանն ու այն ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը։ Ըստ մամուլի հրապարակումների գործարանի կառուցումը պայմանավորված էր հատկապես Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման հյուսիս-հարավ տարածաշրջանային ավտոմայրուղու շինարարությամբ։ 2006 թվականի հիմնադրումից հետո երրորդ նախագահի հանձնարարությամբ Միխայել Բաղդասարովը իր միջոցների հաշվին ներդրումներ է կատարել ընկերությունում եւ 2008 թվականին, երբ իր կողմից կատարված ներդրումներն արդեն 6 միլիոն դոլար էին, իսկ ռուսական կողմի ներդրումների ծավալը եւս մոտ այդքան էր, նախագահի հանձնարարությամբ Միխայել Բաղդասարովը ընկերության հայկական մասնաբաժնի 45%-ի կեսը փոխանցել է իր հետ փոխկապակցված երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին կողմից հիմնադրված LL Bimbo ընկերությանը։ Այդ ընկերությունը մեղադրանքի հիմնադրել են Սեդրակ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը եւ գործունեություն ծավալել նաեւ այլ բնակավարներում։ Աբիտ ընկերության 22.5% բաժնեմասը ձևական գործարքի 100,000 դրամի դիմաց օտարվել է LL Bimbo ընկերությանը։ Ընկերության ընդհանուր 100% բաժնեմասը բաժանված է եղել հետևյալ կերպ. 55%-ը պատկանել է ռուսական ընկերություններին, իսկ 45%-ը հայկական կողմին։ Հայկական կողմում ներգրավվածությունը Միխայել Բաղդասարովի պայմանավորված է եղել երրորդ նախագահի կողմից հովանավորչությամբ առավելություններ եւ արտոնություններ տրամադրելու եղանակով, որով որ Միխայել Բաղդասարովը ներգրավել է բիտումի արտադրության գործընթացին որպես հայկական կողմի ներկայացուցիչ։ Գործարանի գործարկելուց հետո այլևս մենք արտասահմանից չենք ներկրել շինարարական բիտում եւ մեր ճանապարհները կառուցվել մեր սեփական հումքով։ Բացումից 4 տարի անց 2013-ին գործարանը գնացել է սնանկացման։ Քանի որ հնարավորություն չուներ արտադրել այն ինքնաժեքով բիտումը, որը որ կսպառեր ներքին շուկայի պահանջները, եւ Միխայել Բաղդասարովը առաջարկությամբ դիմում է Սերժ Սարգսյանին, որպեսզի ընկերությունը վաճառվի։ Այդ ժամանակ Միխայել Բաղդասարովի վարկային եւ ֆինանսական դրությունն այնպիսին էր, որ թույլ չէր տալիս սեփական միջոցներով ռուսական կողմի ներդրումները վերադարձնել։ Մեղադրանքի համաձայն Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է Միխայել Բաղդասարովին 14 միլիոն դոլար վարկ տրամադրելու գործընթաց։ Այդ վարկային միջոցների հաշվին մարվել են ռուսական կողմի ներդրումները։ Դրանից հետո 100,000 դրամ ձևական գործարքով Միխայել Բաղդասարովը LL Bimbo ընկերությունից հետ է գնում 22.5% բաժնեմասը եւ ռուսական կողմի վճարումները կատարելուց հետո նաեւ ռուսական կողմի բաժնեմասը։ Արդյունքում դառնում է Աբիտ ընկերության 100% սեփականատեր։ Դառնալով 100% սեփականատեր, Միխայել Բաղդասարովը սկսում է Աբիտ ընկերության վաճառքի գործընթացը։ Ծովակ Մնացականյանի խոսքով վաճառքին ներգրավել են նաև Բաղդասարովի այլ ընկերությունների ակտիվները 23 բենզալցականներն ու 1 նավթաբազան։ Իսկ ակտիվները վաճառվել են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված ընկերություններից մեկին 40 միլիոն դոլարով։ Արդյունքում ՌՆ Երևանը ձեռք բերելով բիտումի գործարանը, ձեռք է բերել նաև լրացուցիչ 23 բենզալցականներ եւ 1 նավթաբազա, որի վերջնարդյունքում ստացել է Հայաստանի Հանրապետություն նավթամթերք ներկրելու մենաշնոր։ Ընդ որումս դատախազի 40 միլիոն դոլարով բենզալցականները ձեռք բերելը ռուսական Ռոսնեֆտ ընկերության պայմանն է եղել։ Որի բավարարման արդյունքում միայն հնարավոր կլիներ բենզինային վառելիքի ներկրման մենաշնոր ստանալ։ Մինասյանը հանդիսացել է նաև Ռոսնեֆտ ընկերության 22%-ի սեփականատերը, սա նրան մեղսագրվող 76 դրվագներից մեկն է։
2013 թվականից Միքայել Մինասյանը օգտագործելով Հայաստանի Հանրապետության իշխանության հետ ունեցած իր կապերը Արթուր Ալեվերդյանի եւ Լեոնիդ Արեվշիացյանի միջնորդությամբ բանակցություններ է վարում ռուսական Ռոսնեֆտ ընկերության ղեկավար անձանց հետ։ Բանակցությունների նպատակն է լինում, որպեսզի ապահովի ռուսական ընկերության անխոչնդոտ մուտքը հայկական շուկա, նրան ապահովելով գերիշխող դիրք հայկական շուկայում։ Ակտիվների ու գործարանի վաճառքից գոյացած 40 միլիոն դոլարից Սովակ Մնացականյանի խոսքով Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պետք է մարվեր 14 միլիոն դոլար վարկը եւ 6 միլիոն դոլար պետք է փոխանցվեր Սեդրակ Քոչարյանին։ Ընդ որում, հատկանշականն է, որ 6 միլիոն ԱՄՆ դոլարը Սեդրակ Քոչյանը պահանջել է փոխանցել կանխիկ, սակայն Միխայել Բաղդասարովը հրաժարվել է կանխիկ փոխանցել այդ գումարը եւ պահանջել է, որ գործարքը կատարվի օրինական փոխանցումների եղանակով։ Դրանից հետո Սեդրակ Քոչյանի հանձնարարությամբ կազմվել է փոխառության կեղծ պայմանագիր, կեղծ թվագրմամբ, իբրև LL Bimbo ընկերությունը Միխայել Բաղդասարովին եւ վերջինիս հետ փոխկապակցված ընկերություններին փոխանցել է 6 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն։ Այնինչ ըստ դատախազի հաստատվել է, որ այդ պայմանագիրը կեղծ է եւ Բաղդասարովին փոխառություն չի տրամադրվել։ 6 միլիոն դոլարի եկամուտը քողարկելու նպատակով Սեդրակ Քոչարյանը տարբեր փոխառությունների պայմանագրեր է կնքել, այն փոխանցելով ընտանիքին պատկանող Space Management ընկերությանը։ Այնուհետև Քոչարյանը 6 միլիոն դոլարը փոխանցել է մեկ այլ ընկերության, որպես Կոնգրես հյուրանոցի ձեռբերման մասնակի մարում։ Ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ունենք սխեման ոնց է գալիս եւ հասնում եւ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր։ Ունենք գումարի սկզբնաղբյուրը, որտեղից այդ գումարը ի հայտ եկավ եւ ունենք այդ գումարը ոնց փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Արդյունքում Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը օրենքով սահմանված արգելքին հակառակ մասնակցելով Միխայել Բաղդասարովի հետ փոխկապակցված ընկերությունների կառավարմանը առանձնապես խոշոր չափերով կաշառքի եղանակով ստացված գույքը փոխանցել է Սեդրակ Քոչարյանին, ով էլ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու եւ գույքին օրինական տեսք հաղորդելու նպատակով բանկային փոխանցումների միջոցով 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը օրինականացրել է անշարժ գույքի ձեռքբերման եղանակով։ Անշարժ գույքը հանդիսացել է Իտալիայի փողոց 1 հասցեում գտնվող Կոնգրես հյուրանոցը։ Սերժ Սարգսյանը սակայն այս մեղադրանքը եւս չի ընդունում, այն անհեթեթություն որակում։ Ժամանակին ես շատ լավ հիշում եմ, դա 2021 թվականին Միխայել Բաղդասարովը ամբողջությամբ այդ մեղադրանքը գոյություն չունեցող հերքել է եւ վարույթ իրականացնող մարմնի հորինվածքը բնորոշել որպես թարգմանության ու իրեն սխալ հասկանալու հետևանք։ Հիմա թե հայերենի իրավապահ մարմինները այդ հերյուրանքը ինչի 4 տարի հետո հիշեցին, ես չեմ կարող գնահատական տալ, հերթական փաստեր չունեցող եւ փաստակազմով չհիմնավորված շահադրանքն է, որը ներկայացվել է Հանրապետության երրորդ նախագահին։ Քոչարյանին եւ եղբորորդուն փոխանցված բաժնեմասերի վերաբերյալ հարցին էլ պաշտպանը պատասխանեց, ողջ մեղադրանքը հիմնազուրկ է։ Հարցին Սարգսյանը ցուցմունք տվել է, թե ոչ, Մակինյանն ասաց. Հանրապետության երրորդ նախագահը սրանից 4 տարի առաջ մանրամասն այդ հարցադրումներին պատասխանել է։ Վկայի կարգավիճակով։ Այո։ Ես հարց եմ բարձրացնում, իրավապահ մարմինները ինչ ակտիվություն են ցույց տալիս, այդ հարցի պատասխանը դες հետաքրքիր չի։ Լուրերը փորձեց Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից եւս դիրքորոշում ճշտել մեղադրանքի վերաբերյալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված այս գործով Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 30 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։ Սեդրակ Քոչարյանինը բացակայելու արգելքը։ Սերժ Սարգսյանը անցնում է նաեւ 3 տարբեր գործերով պետբյուջեից դիզվառելիքի ապշտակության, Եռաբլուրին հարակից 17 հողատարածքներն օրենքի խախտմամբ օտարելու 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան եւ Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։